Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու հերթական նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցով Սևան համայնքի ավականին վավերացրեց Սևան համայնքի եւ Բալատոն Ալմադի քաղաքի միջև այս տարվա փետրվարի 26-ին ստորագրված քույր քաղաքների մասին հուշագիրը։ Սևան համայնքը ապակենտրոնացված համագործակցության ոլորտում արձանագրել է էական հաջողություններ։ Սևան համայնքի եւ Հունգարիայի Բալատոն Ալմադի քաղաքի միջև այս տարվա փետրվարի 26-ին ստորագրվել է քույր քաղաքների մասին հուշագիր Բալատոն Ալմադի քաղաքում։ Սևան քաղաքի կողմից հուշագիրը ստորագրել է Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը։ Փետրվարի 27-ին էլ Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը եւ Հունգարիայի հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպել են Բալատոն Ալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենիին եւ ավականու անդամներին։ Կողմերը քննարկել են ստորագրված հուշագրի հիման վրա Սևան եւ Բալատոն Ալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Սևան քաղաքն ու Բալատոն Ալմադի քաղաքը այսուհետ կհամագործակցեն համայնքային ծառայությունների տրամադրման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակման եւ համագործակցության առումով, անհատների եւ համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացման, այդ թվում մշակութային, սպորտային, երիտասարդական, զբոսաշրջային եւ կրթական ոլորտներում, գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոների եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ տնտեսվարողների միջև առևտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների կառավարման, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացման, էներգոարդյունավետության բարձրացման, կանաչապատ տարածքների ընդլայնման եւ պահպանության ոլորտներում, քաղաքական ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում ջրամատակարարման, էներգամատակարարման եւ գազամատակարարման ցանցերի բարելավման, քաղաքաշինության եւ ճարտարապետության, քաղաքային տրանսպորտի կառավարման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ, ոչ ֆորմալ կրթական եւ մշակութային հարթակների ստեղծման եւ երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացման ուղղություններով։ Բալատոն Ալմադին հայտնի առողջարանային քաղաք է Հունգարիայի Վեսպրեմ կոմսությունում 8500 բնակչությամբ, որը գտնվում է Բալատոն լճի հյուսիսային ափին։ Բալատոն Ալմադի քաղաքը Հունգարիայում հայտնի զբոսաշրջային վայր է, շնորհիվ իր գրավիչ աշխարհագրական դիրքի։ Առաջիկայում սպասվում են կոնկրետ ծրագրեր եւ նախաձեռնություններ հուշագրում ամրագրված ոլորտների կյանքի կոչման ուղղությամբ, իսկ մինչ այդ Սևան համայնքի ավականին մարտի 12-ին հերթական նիստում վավերացրեց քույր քաղաքների մասին հուշագիրը։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորելով այս նոր ապակենտրոնացված համագործակցությունը նշեց, որ այս իրողությունը որդեգրելով Սևան եւ Բալատոն Ալմադի քաղաքների տեղական իշխանությունները բացում են ապակենտրոնացված համագործակցության մի նոր էջ, որը լինելու է իրադարձություններով եւ ծրագրերով հագեցած, արդյունավետ եւ խոստումնալից։ Սևանը Գրենոբլի հետ համագործակցում է 2004 թվականից, Չեխիայի Պրագա Վինոր քաղաքի հետ 2016 թվականից, Իտալիայի Ավիլյանա քաղաքի հետ 2016 թվականից, Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի հետ 2010 թվականից։ Այժմ սերտ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Սևանի եւ Հունգարիայի Բալատոն Ալմադի քաղաքների միջև։ Ապակենտրոնացված հարաբերություններում ձեռք բերված հուշագիր, որը կվավերացնենք այս պահին մեր հավաքելու համաձայնությունը կտան, բնականաբար կարծում եմ, որ հարության արմանը մասնակցել է, հուշագիրը ստորագրել են, ապագայում ավելի մտերմիկ շփումներ, ավելի երևի շուտ հանդիպումներ տեղի կունենա եւ կարծում եմ մեր հարաբերություններում ապակենտրոնացված կունենանք եւս մեկ դրական ձեռքբերում, նաեւ գիտեք մեր փորձը Պրագա Վինորի, Գրենոբլի եւ այլ քաղաքների հետ եւ կարծում եմ սա եւս դրական ազդակներ կունենա մեր համայնքի հետ կապված։ Կառավարության որոշմամբ հաստատված 50 մարզային ամբուլատորիաներից մեկն էլ կկառուցվի Սևան համայնքի Վարդսեր բնակավայրում, հաշվի առնելով բնակավայրի հասանելիությունը եւ մատչելիությունը։ Այն կսպասարկի Սևան համայնքի Ծաղկուն, Գեղամավան, Վարդսեր, Գագարին բնակավայրերի բնակչությանը։ Նոր կառուցվող ամբուլատորիայի շենքի համար Սևան համայնքի ավականին կատարեց հողհատկացում։ Ինչու է որոշվել Վարդսեր համայնքը, բնականաբար կառավարության որոշումով մեզ կառավարությունից հողի
տեղ են ուզել, որպեսզի նոր ամբուլատորիա, նոր պոլիկլինիկա կառուցվի 4 բնակավայրերի սպասարկման համար։ Բնակավայրերի սպասարկման համար եւ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս պահին եւ իր աշխարհքաղաքական դիրքով եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ Սևանին մոտիկ նաեւ այն 4 գյուղերին, հա, ավելի մոտիկ ինքը ոնց որ մեջտեղի, հա, ասենց ասենք։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Վարսել ամենքում ավելի արդյունավետ գործի, ուստի մեր ամենքի ավական համաձայնությունը տանտողի հատկացման համար եւ արդեն ապագայում հուսով ենք կտեսնենք ստանդարտներին համապատասխան ամբուլատորիա։ Ավականին ուժը կորցրած ճանաչեց Սևան համայնքի ավականու 2023 թվականի ապրիլի 20-ին համար 38 Լ որոշումը եւ հաստատեց Սևան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման նոր կարգ եւ ձև։ Ցանկացած հանրային հավաք, որ համայնքում պիտի անցկացվի, բնականաբար սկսվում է դիմումի մուտքագրումից հետո պիտի լինի հատուկ գրանցամատյան, կարված, ստորագրված եւ այլն, այդտեղ բոլոր տվյալները լրացվելու է, հետո ուղարկվի ոստիկանություն, դրանից հետո լինելու է պատասխանատու անձը արդեն իմուն ասում են պատասխանատալու բոլոր գործողությունների համար, այսինքն ների բերում է համակարգված այդ վիճակի։ Կուսակցությունները մենակ իրավունքն թե ցանկացած կուսակցություն նախաձեռնող խումբ, որը համայնքում պիտի անցկացնի իր ազեկումներ, առաջին քայլը դիմում է համայնք եւ այդ գրանցամատյանում լրացվում է։ Սևան համայնքի ավականին հաստատեց նաև Սևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համաձայն տեղական ինքնակառավարման մասին եւ բյուջետային համակարգի մասին օրենքների։ Այսպիսով 26-ից 28 թվականների ծրագրի կանխատեսման արդյունքում դրել ենք հետևյալ հանգամանքները։ Եկամուտների ավելացում յուրաքանչյուր տարի նախատեսվել է 3-ից 5% շրջանակներում տնտեսական աճի տեմպերից ելնելով, բայց մի հանգամանք էլ առանձնացնեմ կապված անշարժ գույքի հարկի դրույքաչափի ավելացման հետ, որը օրենսդրական պահանջ է նաև 2026 թվականի համար։ Այդ փոփոխությամբ մյուս տարի անշարժ գույքի հարկը եւս 30%-ով պետք է թանկանա, բայց մեր համայնքի վրա այդ թանկացումը կարժենա մոտ 15-ից 20%-ի չափով, որովհետև թանկացումը գյուղատնտեսական նշանակության հողերին չի վերաբերում։ Իսկ մեր գյուղական բնակավայրերի բազաներում գիտենք, որ նաև ունենք այդ տեսակի հողեր։ Այսպիսով թանկացումը մեր բյուջեում կառաջացնի մյուս տարի մոտ 25 միլիոն դրամի հարկատեսակի աճ։ Սևան համայնքի ավականին նախնական համաձայնություն տվեց Սևան համայնքի Գեղամավան եւ Ծաղկունք բնակավայրերի գոտեվորման նախագծի փոփոխությանը հենասյուներ տեղադրելու համար։ Գերմանական միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակը տեղական զարգացման հիմնադրամի հետ մեկտեղ Հայաստանում իրականացնում է 4 բաղադրիչներով կազմված ծրագիր։ Առաջին բաղադրիչով վերականգնվող էներգիա եւ էներգաարդյունավետություն ծրագրի շրջանակներում նախատեսվում է առնվազն 2 փողոցների լուսատուների փոխարինում ժամանակակից LED լամպերով, օգտագործելով արևային էներգիան շուրջ 30 միլիոն դրամի ներդրում։ Առանձին ծրագրերով Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի բեմի վերանորոգման, կահավորման եւ տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաեւ Սևանում 6-ից 7 խաղարանների ձեռքբերման համար նախատեսվում է շուրջ 60 միլիոն դրամի ներդրում։ Սևան համայնքի ավականին համաձայնություն տվեց այդ ծրագրերին պատրաստակամություն հայտնելով Սևան համայնքի կողմից 20% համաֆինանսավորմանը։ 60 միլիոն դրամի ներդրում տեղի կունենա Սևան համայնքում, ծրագրի վրա այս պահին աշխատում են, այս պահից մեզ պետք է մենք ավականու համաձայնությունը գտանք, մոտավոր բացվածքները հետևակերպ է 3 ծրագրի վերաբերյալ մենք քննարկումներով ներկայացրել ենք մեր տեսակետները, խաղահարապարակներ եւ զրուցարաններ, հա, որոշակի բակային հատվածներում ունենք ընդդեմ նաև մշակույթի պալատի վրա Դահլիճի վրա ներդրում կունենանք, որպեսզի վերջնական տեսքը ունենանք եւ մի ծրագրի վրա էլ այս պահին աշխատում ենք քննարկենք։ Ավականու նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի ավականուն հասցեագրված այլ դիմումներ եւս, որոնք ստացան սպառիչ պատասխան համապատասխան որոշումների ընդունմամբ։ Համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։